Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրմանսկիզբը հաշվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը 2020 թվականի հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրանքը Վարանդայի շրջանի Ջուվարլու կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի 8-րդ հրաձգային բրիգադի Ցորի զորամաս D20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է 101-ը ասում է մերոնք են կամ հաստատ մերոնք են կամ 100% մերոնք են։ Դատաքննության ժամանակ հարցաքննված դիվիզիոնի ողջ ազնագազմը միաբերան պնդել է, որ հնարավոր եւ հավանական էր առաջին անգամ թողնել հրամանը տալու դեպքում անվնաս պահանջներ կատարել։ Հայտնել են, որ ազնագազմն արդեն իսկ պատրաստվում էր։ Վարորդներից ոմանք ավտոմեքենաները թաքստոցից տեղափոխում էին կրակային դիրք եւ սկսել էին հավաքել ռազմամթերքը։ Սակայն Ջալալ Հարությունյանի կրակային դիրքը թողնելու հրամանը չեղարկելուց հետո ազնագազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Ավելին, խորացված հրամանատարական կետից փոխանցվել է նոր նշանակետեր։ Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու եւ կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետևանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ ազնագազմին, ինչպես նաեւ սկսել անմիջական մարտական գործողությունները, ասվում է դատավճռում։ Հարությունյանի գործողությունների հետևանքով զոհվել են առաջին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել առաջին եւ երկրորդ մարտկոցների 10 զինծառայողներ։ Դատավճիռը դեռևս օրինական ուժ չի ստացել։ Ջալալ Հարությունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վերադաս դատարան։ Աննա Հայրյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։